Սիրելի արաբկիցիներ ջան, բարև ձեզ։ Այս արդեն 25 տարի, 20 տարի, ամեն առավոտ։ Ես ասում եմ արաբկիրին բարև, որովհետև 25 տարի արդեն ես ապրում եմ այս համայնքում։ Ու հատուկ ենք ստեղ արել միջոցառումը, որ ոտով տուն գնամ, ստից 3 րոպե։ Ես ուզում եմ մի հատկություն գնահատեմ մեր վարչական շրջանի հետ կապված։ Շուտ հասկանալու հատկությունը, աշխարհը տեսած լինելու հատկությունը։ Արաբկիրի ժողովրդին ասֆալտով չես զարմացնի։ Արաբկիրի ժողովրդին ինչ որ բառերով չես զարմացնի։ Արաբկիրի ժողովուրդը ընդամենը 2 տարի հետո, փոքրիկ խմբակի իշխանության գալուց հետո հասկացել էր ով է այս մարդը ու ովքեր են այս մարդիկ ու մերժել է փոքրիկ խմբակին Հայաստանում առաջիններից հենց արաբկիրը 2021 թվականին, որովհետև շուտ է հասկանում, որովհետև փորձ ունեն բոլոր այստեղ, գիտեն ով է սուտ խոսան, ով է ճիշտ խոսան, ով է օդ, ով չէ։ Հիմա մեր սիրելի համայնքին ուզում եմ ասել, մենք արժանի ենք ուժեղ քաղաք ունենալուն, մենք արժանի ենք ուժեղ ղեկավար ունենալուն, այս համայնքը արժանի է, որ իր կողմից բերվի ուժեղ ղեկավար, այսօր երեխաների պաշտպանության օրն է, ուզում եմ շնորհավորել բոլոր բալիկներին, այստեղ գտնվող և բոլորի բալիկներին, խնդրեմ, շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որ բալիկներին այսօր այգի տանելու փոխարեն բալիկների հետ եկել եք այստեղ, շատ շնորհակալ եմ ձեզանից նույնպես։ Ուզում եմ կարևոր բան ասեմ մեր երկրի համար, մենք պետք է մեր երկրում փոփոխություն անենք մի բանի համար, որ մեր երեխաները չառերեսվեն այն խնդիրներին, որ մենք ենք առերեսվել, որ մեր երեխաները չտեսնեն այն դժվարությունները, ինչ մենք տեսանք վերջի 10 տարվա ընթացքում։ Պատկերացնում եք իրենք էլ մեծանան ու իրենք էլ տեսնեն այս պատերազմները։ Պատկերացնում եք իրենք էլ մեծանան ու իրենց ժամանակ է երկրի իշխանությունը սենց պայի մարդկանց հետ։ Սենց փորձի ճնշումներ գործադրել սեփական քաղաքացիների նկատմամբ։ Պատկերացնում եք իրենք էլ մեծանան ու Հայաստանում իրենց ժամանակ էլ լինի աղքատություն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր հայրենիքը մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում ապրի, ուրիշ միջավայրում ապրի ավելի բարեկեցիկ, չտեսնի այն խնդիրները, որ մենք ենք տեսել։ Երբ որ մենք փոքր էինք ու կարդում էինք մեր նախնիների առաջ ծառացած խնդիրներից, ասում էինք հաստատ մեզ չի հասնելու հերթը։ Մեր ժամանակ տենց չի լինելու։ Մենք 21-րդ դարում ենք ապրում։ Մեծացանք, սաղ եկավ մեր գլխին էլ։ Ինչ գրքում կարդացել էինք, մեր գլխին մի հատ համաճարակ տեսանք, պատերազմներ տեսանք, երկրի մեջ խժդժություն տեսանք, հակառակություն տեսանք ինչպես հայը հային ատում է։ 3 միլիոն հայ է Հայաստանում, 10 միլիոն հայ է աշխարհով։ Ու մի բան ես հասկացա, որ եթե ուզում ենք մեր երեխաները այս ամեն ինչը չտեսնեն, մենք պետք է երկրի ձևաչափը փոխենք, ժողովուրդ, երկրի մոդելը փոխենք։ Մեր հանրապետությունը ամենաթանկ բաներից է, որ մենք ունենք։ Մեր անկախությունը ամենաթանկ բաներից է, որ մենք ունենք։ Անկախությունը հնարավորություն է տալու մենք որոշենք ինչպես ենք շարժվելու։ Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, եթե մենակ այս ամեն ինչն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։ Մեզ պետք է նոր մոդելի պետություն, ժամանակակից, արագ, դինամիկ, որ տարածաշրջանի բոլոր երկրները վաղը մյուս օրը մեզանից օրինակ վերցնեն, որովհետև ինչպես այսօր նշել եմ, աշխարհում չկա տեղ, որտեղ դուք գտնեք աղքատ հայ, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար խնդիրը ոչ թե հայ ժողովուրդն է, աղքատությունը ոչ թե հայ ժողովրդի մեջ է, այլ աղքատությունը կառավարությունում է։ Կառավարությունում, մեր կառավարություններում։ Երկրի ղեկավարությունը այդ ինչից է, որ միտեղ հայերը լավ են ապրում, աշխարհի բոլոր երկրներում, այստեղ չէ։ Մի բանի պատճառով,
երկրի համակարգը սխալ է դրված։ Այդ համակարգը պետք է փոխվի։ Երկրի ղեկավարը ու ղեկավարությունը պետք է ամեն օր զբաղվի նոր աշխատատեղեր ստեղծելով, ամեն օր նոր շինարարություններով, նոր զարգացման ծրագրերով։ Լրիվ ուրիշ տեսլական է մեզ սպասում։ Այնպիսի տեսլական, որ ամբողջ Հայաստանը ունենա արաբկիրի պես իրավագիտակցություն, որ ամբողջ Հայաստանը քաղաքական առումով որոշում կայացնի արաբկիրի պես, որ ամբողջ Հայաստանին ասֆալտով մենակ չխաբեն։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Այսօր քայլելով Կոմիտասի պողոտայով, որով հարյուրավոր անգամ բարձրացել իջել եմ, մենք բոլորդ կփաստեք, տեսել ենք մարդկանց ողջունները։ Մարդիկ սպառնում էին, ասում են, եթե չկրեցիք, իրար տեսնելու ենք։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք ընդունում ենք սպառնալիքը, հետևություն անելու ենք ու բոլորով իրար հետ իրանց ճամփելու ենք։ Նկարվենք։ Ապրեք շատ։ Փոփոխությունների համար, փոփոխությունների համար, ապրեք։